Ողջույն եթերում հարցազրույցն է, զրուցակիցս հայկական վեկտոր նախաձեռնության անդամ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Սաֆարյան հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևում եւ հավանաբար նաեւ վերլուծում է քաղաքական դաշտում տեղի ունեցողը։ Առաջիկա ընտրություններին 2.5 ամիս մոտավորապես այսքան ժամանակ է մնացել, բայց արդեն կարծես ուրվագծվում է ընդհանուր պատկերը։ Հիմնականում դաշինքային մոտեցում է ուժերի մոտ։ Ինչով է դա պայմանավորված, չէ՞ որ դաշինքի պարագայում ուժերը պետք է ստիպված լինեն ավելի բարձր շեմ հաղթահարելու, քան օրինակ առանձին կուսակցության դեպքում, եթե մասնակցեն։ Երկու պատճառ կառանձնացնեի այն իմաստով, որ նախ առաջինը միջազգային հարցումները ցույց տվեցին, որ այն ուժերը, ովքեր հայտարարում էին հունիսի 7-ից հետո իշխանության վերցնելու մասին, ակնհայտորեն հասարակության եւ բոլորի համար ծիծաղելի էին դառնում այդ հայտարարությունները, որովհետեւ նրանք առանձին վերցրած որպես քաղաքական ուժ ուղղակի ունակ չեն լուծելու այդ խնդիրը։ Խոսքը վերաբերվում է առաջին հերթին այնպիսի ուժերի մասին, ինչպիսիք Ռոբերտ Քոչյանն է իր սատելիտներով, իր Հայաստան դաշինքով, Հայ Հեղափոխական դաշնակցությունով, որի վարկանիշը Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների համաձայն ամենևին այդ նպատակի մասին չի խոսում, նույն իրավիճակում է գտնվում նորաստեղծ ուժեղ Հայաստան ուժը, որը նույնպես ըստ էության որքան էլ ամեն օր հայտարարի, թե հունիսի 7-ից հետո վարչապետը Սամվել Կարապետյանն է, միևնույնն է այդպիսի վստահության համար հիմք հանդիսացող հետազոտական հիմքեր չկան եւ գիտեք անցել են այն ժամանակները, երբ նախկինում իհարկե մինչեւ 2018 թվականը սոցիոլոգիան որպես հզոր զենք օգտագործվում էր հանրային գիտակցության վրա ազդելու համար եւ քանի որ սոցիոլոգիական հիմնական ընկերությունները, այսպես ասած, կողմնակալ էին եւ կատարում էին որոշակի շրջանակների, այսպես ասած, ցանկություններ, եթե ոչ պատվերներ, այդ ժամանակները անցել են, որպեսզի դու ընտրողին մոտիվացնես կեղծ իրականությունով, ընտրողին մոտիվացնես կեղծ ցուցանիշներով։ Եվ այժմ իհարկե հայտերը ներկայացված են, ճիշտ նկատեցիք, հիմնական ոչ պաշտոնական իհարկե դեռևս բոլոր դեպքերում տեսանելի են ովքեր են գրանցվելու եւ խոսքը վերաբերվում է 2 տասնյակ, եթե ոչ ավելի քաղաքական միավորների, որոնք կմասնակցեն այս ընտրություններին, բայց ձայները փոշիացնելու համար միշտ դա տեղի է ունենալու, գիտեք, բազում ուժեր կան, որոնք նոր են մասնակցում եւ սա իրենց համար ուղղակի ուժերը փորձելու հնարավորություն է, ել երբ փորձեն, եթե ոչ ընտրությունների ժամանակ։ Իհարկե արդյունքը լինում է այն, որ հավաքված տոկոսները կարող են այո փոշիանալ եւ վերջնարդյունքում գնալ բաշխվել խորհրդարան անցած ուժերի միջև, բայց բոլոր դեպքերում եթե չասեմ, որ նաեւ որոշ ուժերի դեպքում դա կարող է նաև ստրատեգիա լինել, այսինքն նրանցից պահանջվի հենց փոշիացնել ձայները, այսինքն մենք ոչինչ չենք կարող բացառել վարքագծային առումով, եթե խոսում ենք ընտրությունների մասնակցող ուժերի մասին, որովհետև նրանցից մի մասի համար դա ստուգատես է, իր ուժերը փորձելու հնարավորություն է, հանրության հայտ ներկայացնելու հնարավորություն է, մի մասի համար դա միգուցե աշխատելու ոճ է, միջոց է, չենք կարող ասել, մենք դեռևս չգիտենք ամբողջ պատկերը եւ չենք կարող ասել, թե որ դերակատարը ինչպիսի մոտիվացիաներով է գրանցվել կամ մուտք գործել։ Եվ այժմ կարելի ասել առաջին դիրքավորման առաջին փուլը ավարտված է։ Երբ քաղաքական ուժերը անկախ նրանից ինչպիսի հավակնոտ հայտարարություններ են արել, հաշվի են նստում ռեալ իրականության հետ եւ հասկանում եմ, որ դաշինքները ուղղակի կենսական անհրաժեշտություն են։ Բայց դա ավելացնում է իրենց շանսը։ Որպես քարոզչական հնարք ինքը միակ ձևն է երևի թե որպեսի փոխես տպավորություն, որովհետև դու չես կարող նույն ասելիքով, նույն ձևաչափով նաև մտնել երկրորդ փուլ, գրանցվել, մասնակցել քարոզարշավին եւ ասել գիտեք, ոչինչ որ իմ վարկանիշը փետրվար ամսին եղել է 7%, 8% եւ հիմա ես հասել եմ 46%-ի կամ 56%-ի։ Դրա համար այս իրավիճակը կոծկելու լավագույն ձևը մնում է դաշինքներ կազմավորելը, որպեսզի ցույց տրվի, որ աշխատել է մուլտիպլիկատիվ էֆեկտ, այսինքն ուժերի միավորումից տեղի ունեցել սիներգիա եւ 2 գումարած 2-ը հավասար է ոչ թե 4, այլ 8։ Պարոն Սաֆյան, իսկ
Հավանականություն կա, որ որևէ ուժ, այդ թվում իշխող քաղաքական ուժը 50+ կկարողանա հավաքել եւ մեծամասնություն ձևավորել։ Ես դեռևս չեմ տեսնում այդ հիմքերը հանուն արդարության, որովհետեւ ոչ միայն հրապարակված հարցում, որովհետեւ ներողություն ընդդիմությունն է ուժեղ, թե գործող իշխանությունն է ավելի թույլ։ Համատական առավելություններ անշուշտ ունի իշխող ուժը։ Դա երևում է նաեւ հարցումներից։ Եվ մասնավորապես այդտեղ մի քանի հարցեր կան, որոնք շատ ինդիկատիվ են, այսպես օրինակ, երբ հարց է տրվում այդ 1500 ռեսպոնդենտներին, թե ինչպես են վերաբերում օրինակ իշխող կուսակցության, քաղաքականության, անվտանգության, խաղաղության եւ այլնի բնակավարներում, մենք տեսնում ենք, որ այնտեղ դժվարանում են պատասխանել կամ չեմ կարողանում պատասխանել պատասխանները քիչ են, այսինքն հասարակությունը լավ թե վատ ունի պատկերացում, թե ինչ քաղաքականություն է վարում իշխող կուսակցությունը։ Նրա մի մասը համաձայն է, մի մասը համաձայն չէ։ Ըստ որում պիտի ասել, քանի որ հարցը նաև դրան էր վերաբերվում, տեսանելիորեն հարցվածների կեսը, եթե ոչ մի փոքր ավելին, ըստ էության, այո, չի պատրաստվում քվեարկել գործող իշխանությանը։ Այսինքն գործող իշխանությունը ինքն էլ ունի իր խնդիրները։ Բայց առավել վատ է վիճակը ընդդիմադիր ուժերի պարագայում, որովհետև նրանցից ոմանք, եթե նույնիսկ անցյալում ունեցել են վարքագիծ, որը տեսանելի է եղել հասարակությանը, միևնույնն է դժվարանում են պատասխանել այդ չափաբաժինը, այդ քաղաքականությունների վերաբերյալ չափազանց մեծ է, այսինքն սա նշանակում է, որ անվստահությունը այդ ուժերի նկատմամբ, խոսքը վերաբերում է հիմնական դերակատարների կամ եթե ոչ նաև նոր ձևավորված դերակատարների դեպքում անորոշությունները բավականին մեծ են, անվստահությունը բավականին մեծ է, որովհետև հարցվածները չեն կարողացել գնահատել նրանց ուրեմն համոզիչ լինելը այս կամ այն ոլորտի քաղաքականություն առաջարկելու առումով։ Գործող իշխանությունը հիմա հայտարարում է, որ իրենք գնում են ընտրությունների մենակ կուսակցությունով, առանց դաշինքի եւ այլն։ Ընդդիմադիր դաշտում ընդհակառակը մենք տեսնում ենք, որ դաշինքների ձևավորումն են ավելի շատ խրախուսում։ Եթե դուք ասում եք, որ կամ ենթադրում եք, որ կարող է գործող իշխանությունը սահմանադրական մեծամասնություն կամ մեծամասնություն չձևավորել, ինչ սցենար կարող է տեղի ունենալ, եթե ամեն դեպքում որևէ ուժի, այդ թվում գործող իշխանությանը, չի հաջողում 50+ ձայն հավաքել։ Ոնց եք տեսնում որևէ միավորում, որևէ կոալիցիոն վիճակ հետընտրական։ Գիտեք, հետընտրական process-ները միայն եւ միայն պետք չի դիտարկել զուտ խորհրդարան անցնելու համար ստացած քվեների ցուցակում։ Մի փոքր ավելի լայն ստրատեգիայի շրջանակներում է պետք նայել, որովհետև ընդդիմադիր կուսակցությունները ես պնդում եմ, իրենք հավասարապես, եթե ոչ ավելի չափ, թիրախավորել են հետընտրական շրջանը։ Իրենք էլ են հասկանում, որ իշխանությունը ունի տեսանելի դժվարություններ այս իրավիճակում եւ միայն այն, ասենք այնպեսի ինդիկատորներ կան, որոնք ցույց են տալիս, որ նույն օրինակ ուժեղ Հայաստան կուսակցությունը ամենևին չի ապավինում միայն եւ միայն խորհրդանական ընտրությունների արդյունքների վրա եւ այսպես ասած խաղը տանի ուրեմն այդ շրջանակներում։ Առաջին նշանը դա այն էր, որ ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները հրաշալի հասկանում են, որ Սամվել Կարապետյանը ուղղակի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքներով չի կարող լինել վարչապետ։ Նույնիսկ եթե իրենք առաջարկեն այդ փոփոխությունը, նախնական փուլում դա չեն կարող անել առանց վարչապետի։ Նաեւ ընտրություններից անմիջապես հետո դրա համար պետք է սահմանադրական մեծամասնություն ունենալ խորհրդարանում, որպեսզի որևէ փոփոխություն կատարվի։ Բայց ինչու են իրենք հանրության գիտակցության մեջ մտցնում, ըստ որում ուշադրություն դարձրեք, ես իհարկե սոցիալական ցանցերում իմ գրառումներում անդրադառնում եմ բարբերաբար այդ խնդիրներին։ Հարցումների ձևակերպումը, այն ձևը, ինչպես որ մատուցում են հարցումները, ինքնին նաև հուշում է, թե ինչպես են տվել հարցը, որովհետև կամ հարցը տվել են կցանկանայիք օրինակ Սամվել Կարապետյանին տեսնել վարչապետ, հա, օրինակ, կամ ում եք ցանկանում տեսնել վարչապետ, այսինքն այսպիսի ուղղորդված բնույթով հարցեր են տալիս եւ իրենք ամենօրյա ռեժիմով ներկայացնում են, որ հերթական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության բնակիչները կամ հարցվածները վարչապետ են տեսնում Սամվել Կարապետյան։ Հարցը ցակում ինչու։ Նպատակը հանրության գիտակցության մեջ նստացնելն է այդ գաղափարը, որ
Սամվել Կարապետյանը ունեցել որպես վարչապետ ունեցել է այդպիսի վարկանիշ, Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ մեկը նրան հավասար չեն եղել եւ ահա երբ ամսի 7-ին կամ 8-ի առավոտյան հրապարակվեն արդյունքները, ինչ է մտածել հասարակությունը մտածելու է, որ ընտրությունները կեղծեցին, որովհետեւ ամենապահանջված վարչապետի տեխնացուն հայանության մեջ դա Սամվել Կարապետյանն է։ Դա այլ process-ներ կգեներացնի։ Սա ինչու համար է, այո, սա նշանակում է նպատակը հետընտրական process-ներն են եւ սրա օգտին է խոսում այն տեղեկությունները, որոնք մենք ստանում ենք, դա երկարաժամկետ աշխատանքային պայմանագրերի կնքումն է տարբեր մարդկանց հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնում աշխատել ուրեմն ուժեղ Հայաստանի համար, դա նաեւ վարչակալության այն պայմանագրերն են, որոնք կնքվում են մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի համար, որովհետեւ թվում է թե ընտրությունները ավարտվում են, էլ ինչ կարիք կա եւս 3 ամիս հանրապետության ամբողջ մարզերով կամ Երևանում վարչակալության գումարներ վճարել կամ եթե գրասենյակներ են պահելու, ինչու են միայն մինչև սեպտեմբերը պահում, կարելի է նաև պահել սեպտեմբերից հետո։ Սա նշանակում է, որ մենք գործ ունենք մի process-ի հետ, մի ստրատեգիայի հետ, որի նպատակը ավելի շատ հետընտրական զարգացումներն են, իսկ հետընտրական զարգացումների համար չափազանց կարևոր է այն, որ հատկապես Երևան քաղաքում իշխող կուսակցության դիրքերը այդքան էլ մխիթարող չեն հանուն արդարության եւ դրա համար տեսանելիորեն հիմնական թիրախը այդ ուժերը ընտրել են Երևանը, քաղաքային բնակավայրերը եւ նաեւ բոլոր ակցիաները, այդ թվում եւ բոլոր թիրախները, որոնք ընտրվել են, այդ թվում ինստիտուտները վարկաբեկող, գերազանցապես տեղի ունենում Երևանում, որովհետեւ նրանք հասկանում են, որ այն միջավայրը, որտեղ ծավալվելու են հետընտրական process-ները, դա Երևանն է, մեր Երևանյան հատվածն է եւ հետեւաբար այս ստրատեգիան նաեւ ենթադրում է ընտրությունների ապալեգիտիմացում։ Սոցիալական ցանցերում արդեն իսկ տեսանելի են այն խոսույթները, որ մենք չենք վստահում այս կենտրոնական ընտրական հանձնաժողովին, մենք չենք վստահում այս կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմակերպած ընտրություններին, ուրեմն խախտումներ են տեղի ունենալու, դրա հետ կապում են նաև Եվրոմիության ուրեմն այդ դիտարկող խումբը, որը կամ պիտի ժամանի կամ մարդն ժամաները չեմ կարող ասել, բայց բոլոր դեպքերում նպատակն է ցույց տալ, որ Հայաստանում իշխանությունները միջազգային դաշնակիցների հետ միասին կեղծում են ընտրությունները եւ խեղճ Սամվել Կարապետյանը, որը ընկալվում էր հայ հասարակության մեջ որպես վարչապետի միակ արժանի տեխնացուն, իր բացարձակ առավելությամբ վարչակիցների Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների նկատմամբ, ահա նրան զրկել են, նրա ուժին զրկել են իշխանությունը ձևավորելու իրավունքից։ Պարոն Սաֆյան, գործող իշխանությունը կարծես թե Կարապետյանին, Քոչարյանին եւ Ծառուկյանին մեկ ընդհանրության մեջ է դիտարկում։ Նույնիսկ հայտարարություններ են հնչում այն մասին, որ ձայները ամբողջությամբ գնալու են Քոչարյանին։ Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկը Կարապետյան վերջերս հայտարարություն արեց, որ նույնիսկ իրենց ձևակերպամբ գրազ են գալիս, որ իրենք որևէ կերպ ձայները չեն տալու Քոչարյանին, եթե իրենք հաղթեն։ Նախ գրազի մասով սա արդյոք քաղաքական կատեգորիա է թե ոչ։ Իմիջայլոց այս առաջարկությունն ընդունել է իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից Ռուբեն Ռուբինյան, ասելով, որ նույնիսկ պատրաստ է ստորագրել սպիտակ թուղթ, որի վրա ինքնասպանության մասին որևէ բան գրված կլինի, 100% վստահություն ունենալով, որ այդպիսի սցենարել իրենք պլանավորել են առաջիկայում, հակառակ դեպքում 1 միլիարդ թող վճարեն պետական բյուջե։ Դուք արդյոք տեսնում եք այստեղ հիմնավորվածություն։ Խոշոր առումով, եթե անգամ այս 3 թվարկած 3 ուժերը չմիավորվեն էլ, միևնույն է նրանք միևնույն մեծ հոսանքի մասն են։ Այս առումով թերևս կարող ենք համարել, որ իշխող կուսակցության կողմից նրանց մեկ զամբյուղի մեջ դնելը ունի հիմնավորվածություն։ Ինչու որովհետև դրանք բոլորը ակնհայտորեն դիրքավորված են նաև այն քաղաքական ամտանգային քաղաքականության նպատակների դեմ, որոնք վարում է այս իշխանությունը։ Դա Հայաստան-Ադրբեջան ուրեմն հարաբերությունների կարգավորումն է, դա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է, սահմանի բացումն է, ապաշրջափակումն է, տրիպն է եւ այլ եւ այլ։ Այդ բոլոր դերակատարները
ուղղակիորեն, բացարձակապես սպասարկում են նույն հոսանքը, ես երեք էլ ուղիղ եթերում անդրադարձա, Կովկասի Իսրայելը դարձնելու հերթական դիսկուրսն է, որը 98 թվականից մինչև 2016 թվականի ավարտվեց ողբերգությամբ, Ղարաբաղում ավարտվեց ողբերգությամբ, որտեղ այդ դիսկուրսը երկրորդ անգամ Հայաստան եւ հայրականություն բերող Ռուբեն Վարդանյանն էր, եւ հիմա մեկ այլ նոր դերակատար։ Հավատացնում եմ, եթե բացեք Ռուբեն Վարդանյանի 22 թվականի, 16 թվականի հարցազրույցների ելույթները, դու տարբերություն չեք զգա ուժեղ Հայաստանի ներկայիս թեզերի միջև, որ մեկից ավել երաշխավորներ չէ, լավ չի, որ մենք ուղղակի միայն ապավինենք մեկին եւ այլն։ Այս առումներով անշուշտ նրանք բոլորը նույն աշխարհակահական հոսանքի մեջ կտան իրենց ձայները քոչային հավանական սցենարը այդպիսի իրավիճակներում այս ամբողջ նախաբանը ասեցի նրա համար, որ այդպիսի իրավիճակներում նրանք չեն որոշում, նրանք ում տան իրենց ձայները, որովհետև նրանք կարող են, Նարեկ Կարապետյանը կարող է ամենատարբեր հայտարարություններ անել, բայց Նարեկ Կարապետյանը օրինակ հոտեղյակ չի, որ ասենք օրինակ 22 թվականին Ռուբեն Վարդանյանի հոդվածի մեխերն ու Սամվել Կարապետյանի ուրեմն թեզերը նույնն են եւ երևի նույն մեթոդիկայով են պատրաստվել Հայաստանի համար եւ հայաստանյան դիսկուրսը խթանելու համար։ Հետեւաբար Ռոբերտ Քոչյանի հաշվարկը իդեպ այս առումով անվրեպ է։ Նա գիտի, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենսդրությունը այս կամ այն կերպ թույլ չի տալու Սամվել Կարապետյանի գրանցում, եթե չասեմ նաև ուժեղ Հայաստանի գրանցում։ Սա շատ վիճարկելի թեմա է, որովհետև այստեղ իսկապես իրավաբանները պիտի իրենց խոսքը ասեն, արդյոք այս ուժին պիտի թույլատրվի մասնակցել ընտրություններին, բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա հետեւյալ խնդիրը կա։ Եթե նույնիսկ դա տեղի ունենա, նրանք հավաքեն ավելի շատ քվեներ, քան Ռոբերտ Քոչյանը, միևնույնն է, նրանք ստիպված են լինելու իրենց ձայնը տալ Ռոբերտ Քոչյանին, որովհետև Ռոբերտ Քոչյանի դեպքում է, որ Ռոբերտ Քոչյանն է, որ հայտարարում է, որ ինքն է վարչապետի տեխնացուն, ինքն է իմիջայի եւ այլ ուրեմն նորացումներով, տյունինգներով, թարմացումներով, այո, բոլոր առումներով։ Եվ այս առումով նրանք դա են հաշվարկել։ Ռոբերտ Քոչյանը այս պահին սպասում է, որ միևնույնն է իշխանությունները կօգնեն որպեսզի Սամվել Կարապետյանը բարդություններ ունենա գրանցվելու եւ իր ուժը ստիպված կլինի հանուն վրիժառության եւ հանուն այլ հանգամանքների ուղղակի միավորվել իր հետ։ Հետևաբար այն հայտարարությունները, որոնք անում է Նարեկ Կարապետյան, ներողություն չեն կարող ուղղակի արտացոլել այս մեծ խաղի խորությունը, որովհետեւ ասողները այլ տեղում են, որոշողները այլ տեղում են եւ միգուցե նույնիսկ Նարեկ Կարապետյան տեղյակել չի, որ թե ով ում է միանալու։ Իսկ ուզեի քննարկեինք նաև արդեն իսկ ներկայացված քաղաքական ուժերի օրակարգերը ընտրություններին ընթառաջ։ Եթե նախկինում մենք կարող էինք ասել, որ ներկա նախկին սև սպիտակ բաժանումը կար, այս անգամ կարծես թե խաղաղություն պատերազմ օրակարգի վրա են ուժերը հիմնվում։ Իշխող քաղաքական ուժը մտածում է, որ եթե իրենք չընտրվեն, մեծամասնություն չլինեն, այլ ներկա ընդդիմադիրները լինեն մեծամասնություն եւ երկրի կառավարում իրենց ձեռքը վերցնեն, դա հնարավոր է կամ երաշխավորված է, հնարավոր չէ, երաշխավորված է, որ կբերի պատերազմի։ Մյուս կողմից էլ բնականաբար հակառակ թեզն են բերում, որ եթե գործող իշխանությունը մնա, պետք է եւ վստահաբար լինելու է պատերազմ, բայց իմիջիալոց շրջելու դիսկուրսը ասում են դուք եք, որ 3 պատերազմ։ Այո, բայց մենք պետք է այստեղ խաղաղ արդարությամբ պիտի հիշենք, որ այս տարիների ընթացքում էլ ընդդիմադիրներն ամեն անգամ պատեհարիթին ասեն, որ եթե մեկ օր էլ մնա այս իշխանությունը ամեն ինչ վատ է լինելու, պատերազմ է լինելու։ Երկու մասով էլ կուզեի ձեր գնահատականը լսել։ Ընդհանուր առմամբ ես համաձայն եմ, որ դիսկուրսը ծավալվում է խաղաղության եւ պատերազմի միջև, գործող իշխանությունը իրեն նույնացնում է խաղաղության դիսկուրսի հետ եւ մրցակիցներին, բայց ես չեմ կարծում, որ սա աշխատելու է լայն իմաստով, որովհետև եթե նույնիսկ իշխող կուսակցությունը ճիշտ լինի այդ 3 ուժերի մասով, իսկ այդ 3 ուժերի վարած քաղաքականությունը հանուն արդարության ոչ միայն հասարակությունն է տեսել, ես պատահական չէր որ ասեցի 2-3 անգամ այդ ուժերը փորձել են Հայաստանը դարձնել Ռուսաստանի Իսրայելը Կովկասում, որը ավարտվել է ողբերգությամբ եւ առավել եւս Արցախում ընդհանրապես այդ պետականության կորստի գնով։ Հետևաբար այս արկածախնդրությունը այո կարող է գործող իշխանությունը վերագրել նրանց, բայց դա դեռևս չի նշանակում, թե գործող իշխանությունը կարող է լինել խաղաղության միակ այլընտրանքը։ Այս առումով իհարկե դեռևս մենք կտեսնենք դիսկուրսները, բայց դաշտում էլ ինչ կուսակցություններ կան։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ նորերի հաշվարկով եք դուք դա ասում, այսինքն նոր կուսակցություններ լինեն, փոքր կուսակցություններ, մենք ունենք այստեղ հետախուզման մեջ գտնվող անձ, ով քաղաքական հայտ է ներկայացրել, մենք ունենք մարդ, ով
բանտում գտնվելով է քաղաքական հայտ ներկայացրել։ Որևէ մեկի չթերագնահատել է ուղղակի ժամանակը 2.5 ամիս է, ներկայիս տեխնոլոգիաները թույլ են տալիս մի քանի օրերի ընթացքում անգամ վիճակ փոխել, մանավանդ որ դրա համար պարարտ հող կա։ Տեսականորեն ես չեմ կարող դա բացառել։ Գործնականում ես կարող եմ համաձայնել ձեզ հետ, որ դեռևս տեսանելի չեն այդ դերակատարները, բայց մի բան հաշվի առեք, որ 2.5 ամիս կա, նախընտրական քարոզարշավը դեռևս պաշտոնապես մեկնարկած չէ, այս պահին դեռևս բոլոր ուժերը թե անգամ հրապարակում են իրենց, այսպես ամենագայթակղիչ ուրեմն պատառները ծրագրի, հա, օրինակ ուժեղ Հայաստանը, չգիտեմ, 300,000 աշխատատեղ են բացելու, սմարթ սահմաններ են կառուցելու եւ այլ։ Բոլոր դեպքերում այս ամեն ինչը դեռ իրեն ճանապարհային քարտեզներով բացված չեն, բանավեճը բացված չէ, այժմ դեռևս մենք ունենք բոլոր դաշտերում մենախոսություններ, որևէ մեկի հետ դեռևս ուրեմն չի խաչաձևվում եւ մի թերագնահատեք, գիտեք, ներկայ ժամանակները ոչ գծային ժամանակներ են, փոքր պատճառը կարող է բերել մեծ հետևանք, հիմնավորվածությունը, հա, հասկանանք, պարոն Սաֆարյան, հիմնավորված է արդյոք իշխանության այն ասածը, որ եթե իրենք մնան, խաղաղությունը շարունակվելու է։ Ես ասացի, որ այդ հիմնավորված է, որ եթե ընդդիմությունը գա, այդ խաղաղությունը չի լինելու, Ես ասացի, որ այդ թեզը խոցելի է։ Ես ասացի այդ թեզը խոցելի է։ Այդ թեզը ճիշտ է, ճշմարտանման է մասնակիորեն, որովհետև այո, եթե գործող իշխանությունը դիտարկում է հայտնի երեք ուժերին, հա, որոնք ակնհայտորեն սպասարկում են մի քաղաքական հոսանք, որի նպատակն է կոնֆլիկտի հավերժականություն, հավիտենականություն, այդ երեք ուժերը ապա այդ մասով, այո, գործող իշխանությունը ճիշտ է, բայց մեղադրել բոլորին, թե բոլորը պատերազմ են բերում, ներեցեք դա չի կարող ճշմարտություն լինել։ Իսկ այն, որ ընդդիմադիր դաշտում հիմնական դերակատարները ասում են, դե մենք գալու ենք, շարունակելու ենք այն ինչ կա, որովհետև իրենք են ասում, որ զրոյական կետից չեն սկսելու, այսինքն այն պայմանագրերը, նախաստորագրված կամ ստորագրված փաստաթղթերը, որոնք որ կան, իրենք չեն չեղարկելու, բայց իրենք ասում են, որ մենք եթե գանք, մենք լավարկելու ենք, վերանայելու ենք։ Իշխանությունը սա ասում է, որ վերանայում ինքը արդեն նշանակում է, որ դուք համաձայն չեք այս ամեն ինչի հետ, եւ դա կարող է բերել հանգեցնել պատերազմի։ Վերանայման մասին կուզեի ձեր կարծիքն ու վերլուծությունը լսել։ Արդյոք դա նախ առաջին հերթին այսպես էլ ինչ են ուզում գալ նախկին իշխանությունները կամ ներկա քաղաքական դաշտում ուժերը, եթե իրենք ամեն ինչ սկսելու են այն կետից, որ կետից թողնելու է Փաշինյանը եւ այդ պարագայում վերանայումը երկրորդ մասը։ Պատկերացրեք, դա այս ընտրությունների ամենադրական մասն է, որ դուք ասում եք, գիտեք ինչու, որովհետեւ որևէ բան նորից չի սկսվել։ Որովհետեւ կարծեք, թե իրենք էլ են ռադիկալ դաշտերից ստիպված գալ։ Այսինքն այդ դեպքում էլ ինչու են դժգոհ։ Այսինքն ստացվում է իրենք համաձայն են, բայց չեն ուզում ասել, որ խաղաղություն կա։ Ճանապարհների մասին են, մեթոդաբանությունների մասին են, ժամանակացույցերի մասին են, եւ դա լավ է։ Ես դրա համար եմ ասում, ես այս ընտրություններում ամենապոզիտիվը դա եմ համարում, որ նույնիսկ ուժեղ Հայաստանը տեսնելով, թե ինչպիսի ձախողում ունեցավ Ռոբերտ Քոչյանը ռադիկալիզմի դաշտում կամ մնացած բոլոր հայրենափրկիչ շարժումները, ինքն էլ է հասկացել, որ չի կարող ռադիկալ ընդդիմադիր դաշտում, ասում չէ, լավ եք անում, որ տրիպում Ամերիկային բերում եք, բայց մեկից ավել պետք է լինի։ Բայց դա հնարավոր չէ։ Չէ, իհարկե հնարավոր չի։ Ես առիթ ունեցել եմ ասելու, դրանք մի քիչ ավելի խունջիկներով ձևեր են տապալելու այդ բոլոր ծրագրերը։ Չինաստան, Ռուսաստան, դա եմ ասում, հենց դա եմ ասում, ասենք նույն հիմարությունները, ասենք խելացի սահմանների հետ կապված, որ ուղղակի այս գրգռված իրավիճակում բերել եւ Իրանին ուղերձել եւ ասել, գիտեք, մեր սահմանները Իսրայելի հետ ենք սարքելու իսրայելական տեխնոլոգիաներով, սա ուղղակի, չգիտեմ, անգրագիտության թե ինչի գագաթնակետ ասեմ, բայց անկախ ամեն ինչից, եթե ուշադրություն դարձնեք, ներկայիս դիսկուրսը իհապես տարբերվում է 21 թվականի դիսկուրսից։ Նույնիսկ նախորդ դիսկուրսներից, եւ որ ընդդիմությանը թվում էր, թե ինքը իշխանության գալու համար որքան շատ կարողանա հայհոյել այս իշխանությանը քննադատել, ապա դա հաջողության գրավական է։ Բայց հիմա էլ է խոսույթը կոշտ բավական։ Այդ խոսույթը բոլոր նրանք, ովքեր ուղղակի գործեն, դա գործում է նրա համար, որովհետև դեռևս հանրապետության մեջ 25-30% միգուցե ռադիկալ էլեկտորատ կա, բայց իրենք հասկանում են, որ որպես քաղաքական ուժ ուղղակի դա անհեռանկար գործունեություն է, եւ դրա համար ռադիկալ հռետորաբանությունը փոխվել է եւ արդեն կառուցողական ծրագրային դաշտեր մտել եւ դա նաեւ հարցումները ցույց տվեցին, գիտեք, հարցումները նաեւ ասում են, որ այս ընտրություններում մարդիկ ավելի շատ ծրագրերի
քննարկում են սպասում, լուծումներ են սպասում անվտանգային դաշտում, գործազրկության դաշտում, սոցիալ-տնտեսական դաշտում, տնտեսության դաշտում եւ այլ, այսինքն եթե նայեք առաջնահերթությունները, որոնք թվարկվել էին առաջին առաջնահերթություն, երկրորդ առաջնահերթություն, ապա հասկանալի է դառնում, թե ամփոփելով մենք ավելի որակյալ ընտրությունների ակնկալիք կարող ենք կազմել։ Ես ուզում եմ այդպես հուսալ, բայց կրկնում եմ, դատելով այն մոտիվացիաները, որոնք առկա են մեր երկրի որդեգրած նոր քաղաքականությունները տապալելու առումով, ամենևին այդպես վարդագույն ակնոցներով չպետք է նայել, եւ ես ասում եմ, որ նույն երեկվա միջադեպ եկեղեցում տեղի ունեցած եւ մնացածը, այս բոլորը փորձարկում են, թե ինչպես Բայց դրանք ինքնաբուխ են, թե սադրանքներ։ Իհարկե ինքնաբուխ չեն։ Դա ուղղակի երևի թե մեր երկրում դեռևս իշխանության վարկանիշի վրա ազդելու փորձեր են։ Այո, որովհետև տեսեք, օրինակ նույն այդ երեկվա միջադեպում իշխանությունը բնականաբար կոշտ չէր կարող արձագանքել, բայց նաև եւ որ չես արձագանքում հասարակության մեջ լիդերության անկում է լինում, որովհետև Բայց մետրոյի դեպքը, պարոն Սաֆարյան, վարչապետի մասնակցությամբ։ Դա եմ ասում, մետրոյի դեպքերը դրանք այդ բոլորը այնպես են զարգացվում, որոնք ցույց են տալիս, որ գործ ունենք էմոցիոնալ իշխանության հետ, թույլ իշխանության, անճար իշխանության, որը իրան չի կարողանում պաշտպանել, բայց դեպքում եթե իրան չի կարողանում պաշտպանել, բա մեզ ոնց է պաշտպանելու, այսինքն իմիջային առումով լուրջ հարված է հասցվում։ Եվ դա հավատացնում եմ, սա ընդամենը դեռևս ծաղիկներն են։ Մենք դեռևս հիբրիդային հարձակումների անպատկերացնելի կազմակերպված գրող տեսնելու ենք քարոզարշավի օրերին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ստյոպա Սաֆարյանն էր, կհանդիպենք։